Այսօր լսեցի, չգիտեմ, վաղուց բան նորությունա թե նոր, որ Մոսկվայում դրվելու է, թե արդեն դրվել է Հեյդար Ալիևի բանը, արձանը։ Լավ է, ինչքան Ալիևը ինչքան խնչեց Մոսկվայի երեսին, այնքան ավելի պես լոյալ գտնվեցին իր հանդեպ։ Ինչ ասեմ, եթե մերոնք էլ հասկանային, որ այդպես լոյալ պահվածքը մարդիկ չեն հարգում եւ չեն հասկանում եւ ինչքան լինես պահանջատեր այնքան շատ են քեզ բանի տեղ դնում, երևի թե այսօրին չլինենք։ Կամ միգուցե ուրիշ մեխանիզմներ են աշխատում տեղ, ես չգիտեմ, չեմ կարողանում հասկանամ, ուղղակի չեմ կարողանում։ Ինչևէ, բարև ձեզ սիրելիներս։ Ամսի 15-ին սպասում եմ ինչպես էս դարձա տղամարդ ներկայացմանը, բոլորը եկեք Grand Stage, Տոմսոյը տիկետ միկետում։ Հիմա ասենք բուն գործին։ Ռուբեն Վարդանյանը եւս մեկ ուղերձ հղեց հայ ազգին եւ ամբողջ աշխարհին, ասելով, որ նա ավարտում է իր հացադուլը եւ այդ հացադուլը նպատակ ուներ ցույց տալու աշխարհին, թե ինչ ռեժիմ է տիրում Բաքվում, թե ինչ էր սպասում մեր հայրենակիցներին, եթե իրենք մնային Ղարաբաղում։ Ճիշտ ասած, ես գիտեի դրա մասին գիտեր հանցագործ եւ մարդասպան Պուտինը, դրա մասին գիտեր բռնապետ Ալիևը, դրա մասին գիտեր Փալաս Միշելը, ոնց է Շարլ Միշելը, Ղզիկ Մակրոնը, մարազմատիկ Բայդենը եւ անսկզբունք լրագրող Փաշինյանը, սուտասան եւ անսկզբունք լրագրող նախքին, եթե ինչ-որ էլ ավելացնելու բան ունեք Փաշինյանի նկատմամբ կարող եք ավելացնել ու ես եք ասեմ, ես չեմ ասա, ժողովուրդն է ասում, պարոն Փաշինյան, ես չեմ ասա, ես ինչ, դե ոնց է ինքը անում, ժողովուրդն է ուզում մտնել Եվրոպա, ես ինչ, չէ, բանն է, ժողովուրդն է ինձ ընտրել, ես ինձ համար խելոք նստած էի, ժողովուրդը ինչպես կասի, այնպես էլ ես կան, դե ժողովուրդ ջան, դե ասեք ինչ եք մտածում, զուտ ասենք վարչապետի եւ մնացածի մասին ում ասեցի։ Հիմա կասեք լավ, ինչու ես հայոյում նաեւ արևմուտքի ղեկավարներին, ասեմ, որ ես արևմուտքին չեմ հայոյում, որովհետեւ արևմուտքի մշակույթը բնականաբար ինձ ավելի մոտ է, քան թե թուրքականը եւ մոնղոլ թաթարականը, որ այսօր տիրում է Ռուսաստանում։ Բնականաբար ես ավելի շատ նախընտրում եմ, ասենք, ռոք երաժշտություն, ջազ երաժշտություն, քան թե Պալատ Բիլբլովին եւ Զիկինային Լյուդմիլան։ Բնականաբար դա բոլոր նորմալ մարդիկ դա են, ասենք, դրան են ձգտում, բայց ղեկավարների նկատմամբ, որոնք որ այդպես իրենց դրսևորեցին եւ շարունակում են դրսևորել, չեմ կարող չարտահայտվել, որովհետեւ հենց այդ ղեկավարները, ում ես Փալաս եւ Ղզիկ կոչեցի, հանգիստ տեսան, թե ինչպես է Ղարաբաղը ենթարկվում էթնիկ զտման, հանգիստ կուլ են տալիս Սիրիայի այսպես ասած ցեղասպանությունը, որը որ մենք այսօր տեսնում ենք, հանգիստ բերեցին իշխանության այդ մարդասպանին, մի քիչ թրաշեցին մորուկը, մի քիչ տենց կոստյում բան հագցրեցին, չալման հանեցին կոստյում հագցրեցին եւ հիմա բանակցությունների մեջ են իրանի հետ բան տենց որպես պրեզիդենտ բան երևի վրից հոտ է գալի էլի, բայց դա ասենք թե ոչինչ ուզած չուզած պատկերացնում չէ, ասենք նույն ասենք եվրոպացի այդ ղեկավարները ոնց են հետը հիմա բանակցելու պատարակային է վերցրեք այո ձեռով մի կերեք բայց ասենք հետը sense թե հենց պիտի բանակցեն ասենք ես դրա դեմ եմ ոչ թե արևմուտքի այսպես ասած մշակույթին նա անցնենք էլի Ռուբեն Վարդանյանին հետարքիր մի մեսիջ ասեց ամենայն կարեկցանքով ասենք մարդուն որ 20 քանի օր սով է պահել եւ այլն ես ինքս սով պահել եմ գիտեմ թե դա ինչ դժվար բան է դե բայց ես առողջությունս դզելու համար է այսպես ասած առողջական ասենք նկատառումներից հա ոչ թե ինչ որ տես բողոքի պատճառով էր
Գիտեմ շատ բարդ բան է, շատ ես 17 օր եմ բայել, 20 քանի բան չարեցի դուրս եկա։ Գիտեմ ինչ դժվար է մանավանդ բանտի պայմաններում, որտեղ չկա, ասենք, ուրիշ կոմֆորտ ինչ որ տենց միջավայր։ Բայց դեռ հասկանում ես ինչի համար է դա արվում, որովհետև նա Արայիկ Հարությունյանին, որը որ լեգիտիմ ընտրված պրեզիդենտ է եղել Ղարաբաղում եւ որի հանդեպ ես շատ վատ եմ արտահայտվել ժամանակին եւ հետո եւ հիմա էլ կարող եմ շատ վատ բաներ ասել, բայց դա հիմա մարդը նստած է, սպասենք տեսնենք ինչ անում, հետո էլի կասենք ինչ որ մենք մտածում ենք իր մասին, բայց իրեն ասեց, որ դա ուղղակի նախկին պրեզիդենտ է, իսկ լեգիտիմը Շահրամանյանն է, որը որ հիմա Հայաստանում է գտնվում։ Եվ ինչով է նա Շահրամանյան լեգիտիմ, դա հենց այն Շահրամանյանն է, ով որ հեղաշրջման արդյունքում եկավ Ղարաբաղում իշխանության եւ հետո Եվլախում ստորագրեց Ղարաբաղի լուծարումը։ Ինքը լեգիտիմ է, իսկ մեկը ոչ։ Թույլ տվեք կասկածել, ասենք։ Ինչու է այդ ամեն ինչը արվում եւ ի վերջո էլի մի հարց, ռետորիկ հարց, որը որ միշտ կախված է եւ այդ հարցը ես տալիս եմ, արդեն երրորդ անգամ եմ այդ հարցը տալիս, ինչու է Ռուբեն Վարդանյանը խոսում, իսկ ուրիշները ոչ։ Ինչպես է բանտից կարողանում Ռուբեն Վարդանյանը այդ սարսափելի ռեժիմի օրոք մարդակեր, մարդասպան, որը որ մարդկանց սպանում է, վերացնում է, ժողովուրդներ է վերացնում, ինչու է Ալիևը թողնում, որ նա խոսի։ Իմ եզրակացությունները ունեմ, ամենացայտունը, որը որ երևում է, դա նրա համար է, որ մեզ գժվացնի բոլորիս, որ մենք գժվենք, որ մենք վատը զգանք, որ մենք սկսենք անկարգություններ անել Երևանում եւ Սփյուռքում, որ մենք ոնցով խելագարվենք։ Դա ամենա այտենց երևացող, ասենք, տեղն է, իսկ չերևացողը թողնում եմ ձեր, այսպես ասած, ձեզ եմ թողնում, դուք մտածեք, սիրելի հետևորդները, ոչ միայն հետևորդներ։ Ի դեպ, հենց հիմա մի հատ լայք դրեք, դեզանից բան չի գնում եւ գրանցվեք ալիքից, եթե համարում եք, որ իմ արածը ինչ որ արժեք ունի։ Այդպես։ Ես այն գլխից էլ ասել եմ, որ դա իմ անձնական բանն է, հիպոթեզն է, ես եմ այդպես մտածում, ոչ մի տեղից չեմ լսել, ոչ մի տեղից չեմ ազդվել եւ չեմ փաթաթում ձեր վզին, սիրելի հետևորդ, բայց հələ այն ժամանակ, երբ որ Ռուբեն Վարդանյանը թողեց իր ազնագիրը ռուսական եւ գնաց Մոսկվա, ես հասկացա, ես ասեցի, որ դա այդպես չի արվում։ Ռուսաստանում ոչ ոք չի կարող պուտինյան ֆաշիստական ռեժիմի օրոք հենց հենց պասպորտը շպրտի եւ վերցնի ուրիշ պասպորտ։ Դա չի ներվում, այդպես չի արվում։ Եվ ըստ երևույթին դա արվեց ինչ որ նպատակով։ Այնուհետև, ինչպես եւ ասենք շատ հաճախ լինում է համ փողոցային գողական աշխարհում, համ քաղաքականության մեջ իրեն ուղղակի սլիվ արեցին, այսպես ասած, բայց հիմա էլի ըստ երևույթին անիվը պատտվում է հետ եւ որոշել են օգտագործեն։ Իհարկե, միգուցե Վարդանյանն դա չի ուզում, միգուցե նա ուրիշ ելք չունի, կամ միգուցե իսկապես այդ մարդը ազնվորեն կարծում էր, որ նա կարող է ազգը փրկել եւ այլ, ես չգիտեմ, բայց միշտ մեջ բերում եմ իմ ամենասիրած մուլտիկից մի մեջ բերում, Վինի Պուխից, ասում է, это ж неспроста. Зачем тебе жужжать, если ты не пчела? Ինչու՞ մի բան կա ժողովուրդ ջան։ Ողորմածիկ տատս կասեր, դու շերը պղտոր է, բանում կա, չգիտեմ ինչ կա, բայց բանում կա։ Այո, բանում կա, բանում գզգամ։ Այո։ Չգիտեմ ում նա պղտոր է, ինչա, բայց իհարկե շատ ցավալի է, որ հայտնվել ենք այդ վիճակում եւ հենց այն ֆոնի վրա, որ հիմա էլի չարչերկվում է խաղաղության պայմանագիր,
որ մենք պետք է պայմանագիրը կնքենք, ամեն ինչ զիջելով պետք է կնքենք։ Սահմանադրության սկիզբը պետք է զիջենք մեր բանի անկախության հռչակագիրը, պետք է կուլ տանք, որ Ադրբեջանը մոտարապես 200 կիլոմետր քառակուսի մտել է Հայաստան, հետո որև սահմանը չգիտենք թե ինչ է, եւ հետարքիր է Փաշինյանը ասաց, որ իսկապես մեր սահմանը մենք դեռ չգիտենք ինչ է, իսկ եթե դուք չգիտեք սահմանը ինչ է, այդ որ սահմանի վարչապետն եք դուք։ Եթե մեր սահմանադրությունը սխալ է եղել, որ սահմանադրությամբ եք դուք դարձել վարչապետ եւ վերցրել իշխանություն, այ դա բոլորը հարցեր է։ Ուրեմն լեգիտիմ չեք, եթե այդպես է։ Ես կարծում եմ լեգիտիմ եք, որովհետև ի վերջո վարչապետին ընտրել է ժողովուրդը։ Ժողովուրդը լավ, վատ, ինչը ոնց է չֆրազ Փաշինյանը լեգիտիմ պրեզիդենտ է։ Եվ իր ընդդիմությունը էլի լեգիտիմ ընդդիմություն է։ Այս ժողովուրդը ընտրել է իրանց, ընտրել է Սերժին Քոչարյանին, Փաշինյանին։ Հիմա արժևում ընտրություններ են։ Այդքան խելք կունենանք, այդքան կամք կունենանք եւ այդքան քաղաքական ազգ որպես կարող ենք դրսևորվել, որ փոխենք այս համ իշխանությունը, համ ընդդիմությունը, ուրեմն ինչ-որ բան կատարվի մեր երկրում։ Նու հուսանք, որ լավ բաներ կգան, նու դեպի լավը կգնա։ Չէ, ասենց կմնա։ Էլի կմնանք նախկինի եւ ներկայի սևի եւ սպիտակի միջև։ Իսկ մենք արդեն ունենք կուսակցություններ, ունենք մարդիկ, ովքեր որ կարող են այս ամեն ինչը, այս իշխանությունը փոխել, կփոխեն երկրի վիճակը, թե ոչ դա դեռ հարց է, բայց իշխանությունը կարող են փոխել, կարող են իրենց տեղը գալ, նորերը պետք է գան, նոր ուժեր են պետք, համ ընդդիմություն, այս ռաբիզներին հանենք, համ իշխանություն, այս անկապներին էլի պիտի հանենք, որովհետև այսպես էլ շարունակվել չի կարող։ Կլինեն արդար ընտրություններ Հայաստանում, թե ոչ։ Այդտեղ մի քիչ ես էլի կասկածներ ունեմ, ասիկա ոչ թե կասկածներ, այլ մտավախություններ։ Ես ընդհանրապես բան մարդ եմ, ոնց է կոչվում, այտենց տագնապներ ունեմ, տագնապային ազնվորություն եմ։ Ընդհանրապես բոլոր մարդիկ, որ արվեստով է զբաղվում, որ թատրոնով է զբաղվում, միշտ տագնապային են։ Ես տագնապային եմ այդ հարցով, այո։ Բազմիցս դիմել եմ հոգեբաններին, ման ասեն դա քո ստրուկտուրան է, չես կարա փոխես, դու տենց ես։ Ուսում իմացի որ տենց ես, չխելագարվես մի օր, էլի, հա։ Տագնապում եմ, ինչու եմ տագնապում։ Տագնապներս ունեն շատ կոնկրետ պատճառ։ Կարող ենք մենք համարել, որ եթե ընտրությունները չկեղծվեն, ապա դա արդար ընտրություն է։ Ես կարծում եմ ոչ։ Խնդրեմ, Գյումրիի ընտրությունները դա ցույց են տալիս։ Հիմիկվանից սկսվել է արդեն սաղի վրա ցեղ շպրտելը, բոլորը նախքին են, ես նկատի ունեմ Փաշինյանին ԿՊ-ին, հա, բոլորը նախքին են, բոլորը թալանչի են, բոլորը բան, իսկ մենք լավն ենք։ Դա այդպես չի։ Այո, կան թալանչիների ինչ-որ մի խումբ բնականաբար, որոնք որ հետևից շլեյֆով եկել է, որ հիմա ուզում են դառնալ Գյումրու բան ավականի, ջահելանի ու բան, չգիտեմ, քաղաքապետ։ Բայց բոլորը չեն։ Այն մնացածը հո բոլորը չեն, որ ասեն հների հետ կապ ունեն։ Կան մարդիկ, որոնք որ բացարձակ ոչ մի կապ չունեն, նոր մարդիկ են։ Բայց Փաշինյանը բոլորին սենց ցեխը շպրտեց, բանարեց, սաղին ներկեց բանով, ցեխով եւ ասեց, որ այ մենք մի կգանք վերջապես կգանք եւ թալանը հետ կբրկի խնդալու է արդեն։ Կողքից որ լսում ես, հասկանում ես, որ այս մարդիկ ցիկլի մեջ են ընկել ինչ որ։ Եվ այդ նույն ցիկլը գալու է 26-ին ժողովուրդ ջան։ 26 բանը 2026 թվին գալու է այդ ցիկլը, էլի հների ու նորերի, էլի թալանը հետ բերելու, ունես հետարքիր է, որ լսում էի, հիմա մենք անդրադառնանք այդ Գյումրուն, էլի, ասում է իրանք ուզում են իշխանություն վերցնեն, որ իրանց թալանածը պահեն։ Հարա իրանց թալանածը
Սես թերես պահել են, նույն Վարդան Ղուկասյանը, բանը, Վարդանիկը, Վարդանիկը, թքում է երեսների, ասում աղբեր ինչ ուզել եմ արել եմ, հերները տելանիցել եմ, լավ եմ արել, ասորնությամբ, չէ, ինքն հավատացել է, չէ, ասենք, ու նույնը սաղ, ասենք, հները, ասենք, թքում են վրեկները տարա, որով չեք բռնել վաղտին, թքում են վրեկները, բա ինչ պետք է անեն։ Բա ինչ պետք է անել։ Ու հիմա դուք դե ուզում եք իշխանության գա Գյումրիում, որպեսզի իրենց թալանածը հանգարց բան չկարողանան պաշտպանել։ Ու ես շինման պետք է հավատամ ձեզ։ Սիրելի գյումրեցիք, կատարյալ դեգեներատ պիտի լինեք, որ չհասկանաք, որ այս ամեն ինչը մանիպուլյացիա, բայց ես գիտեմ, որ դուք այդպեսին չեք։ Գիտեմ, որովհետև չասեմ, որ բոլորից ավելի խելոք եք, բայց որ ասեմ մեր ժողովրդի հատվածներից անհասկացողն եք, դժվար թե ասեմ, ասենք երևի թե մեր գիտնականների, արվեստագետների զգալի մասը Գյումրիից է դուս եկել, Շիրակի դաշտավայրից է դուս եկել։ Հա, հանձինը ձեր խոնար ծռայ է։ Դրա համար պարզ է։ Հիմա էլի վերադառնանք այն բանին, որ տեսեք, արդար ընտրություններ կլինեն, թե ոչ։ Ես այդտեղ ես կասկածում եմ։ Այո, կարող է չգնալ բան, փող չբաժանեն մարշրուտկեքից, ոնց որ Սերժի վաղտ էր արվում։ Քոչարյանի ժամանակ, ասենք, այնպես չի լի Քոչարյանի ժամանակ էր, որ ասենք, տանում մարդանց սատկացնում, սպանում էին, գլուխները ջարդում են ունիտազների վրա, բան, չէ։ Չէ, տես չի լինի ըստ երևույթին։ Բայց կլինեն ուրիշ կլինի պետական ռեսուրսի չարաշահում, կլինի հեմեկով կսկսեն բան անել, հա, ամբողջ օրը զռալ նրա մասին, որ ընտրեք ԿՊ-ին, հեսա թալանուն որակը կբերենք ու բանը խաղաղությունն էլ կիջնի վերևից երկնային մանանայի նման, չհավատակ ժողովուրդ ջան, սրանք պիտի գնան։ Պիտի գնան թոշակի, կդատեն հետո, չեն դատի, դավաճան կգրեն, բաների մեջ, թե չեն գրի այդ դասագրքերի մեջ, թե ոչ, դա ինչ չի հետաքրքրում։ Ես գիտեմ, որ նոր ուժ է պետք։ Իսկ նոր ուժը արդեն պատրաստվում է Պուտին ջան, պատրաստվում է, հա, հեսա ուր որա դեսանտով իջնելու է Հայաստան ժողովուրդ ջան։ Դες ուղղակի խոսք եմ տալի, ինչպես առաջ էի ասենք ասում, դեսանտով իջնելու Հայաստան։ Հիմա Ռուբեն Վարդանյանը կուզի այդ դերը ստանձնի, թե չի ուզի, կստիպեն, թե չեն ստիպի, զոհանա, թե զոհ չի, այդ արդեն զուտ էմոցիոնալ դաշտից է, աշխատեմ այդ դաշտի ես անջատեմ, ուղղակի նայում եմ, տեսնում եմ ինչա կատարվում, ու ստեղից էլ ասենք, տենց ուղղակի իմ ենթադրություններն եմ ասում, որ դա սկի վերլուծություն էլ չի։ Թող վերլուծեն վերլուծաբանները, ովքեր ու պրոֆեսիոնալ են։ Ես ասում եմ այն, ինչ որ ես տեսնում եմ։ Այդքան բանը։ Գրանցվեք ալիքից ժողովուրդ ջան, անպայման լայք դրեք եւ տարածեք, որպեսզի շատ նայեն, Patreon-ում կարող եք ինձ աջակցել, ես կնոպկեն գտնեմ, ամսի 15-ին կգաք, եթե կուզեք իհարկե, բանը ներկայացմանը, կնոպկեն չեմ գտնում մեծացել եմ արդեն, այո, ամսի 15-ին գրանց թեջում սպասում եմ ձեզ, կնոպկեն ուրա կնոպկեն,